Ու մենք իմ սիրելի քույր եղբայրներ ժամանակին նույն ձևի այդ բանը անում ենք այն ժամանակ չհասկանալով գնում ենք այդ ճյուղերը օրհնել ենք տալիս վերջի վերջով մտածում ենք տունը թողնում ենք մի տարվա ընթացքում մտածում ենք որ այդ ճյուղը կարող է մեզ օրհնություն բերել կարող է պատահի ինչ որ մեկին օրհնություն էր բերում ֆիզիկական ու իրանք մտածում են այս ճյուղն է ամեն ինչ անում ինչպես այսօր շատերը իրանց գաղափարների մեջ դրած է որ այս sense բաներ են անում ու հետո էլ իրանք մտածում են որ դա իրականում այդ օրհնությունն է բայց մենք պետք է հիշենք մի կարևոր բան մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ սա ոչ թե ուղղակի ինչ որ մի հատ գործողություն էր Քրիստոսի երկրավոր կյանքի մեջ որն որ կատարեց ինքը այլ սա մարգարեության կատարում էր սա ապացույց էր որ 2000 տարի առաջ այս անձը որն որ ծնվեց կանոջից զարմանալի հրաշալի ձևով որ այդ աղջիկը այդ Մարիամը կույս էր հետո մեծացավ ծառայության մեջ էր գտնվում ու վերջի վերջով իր անձը զոհեց մարդկության փրկության համար այդ անձը հենց այն մարդն է անձն էր որն որ Աստված ուղարկեց մարդկության փրկության համար հետաքրքիրը գիտեք ինչ է որ մարդը որը միշտ ձգտել է իր Աստծուն ով ամեն ինչ տեղ ձգտել է իր անձը ցածր պահել հիշում եք չէ մենք ավետարանների մեջ կարդում ենք թե ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ ինչ որ գործողություններ էր կատարում հրաշքներ էր գործում հետո այն մարդկանց ասում էր գնացեք ու ոչոքին չասեք ուղղակի փառավորեցեք Աստծուն որ Աստված ձեր միջոցով արեց բոլորը գիտեն այդ խոնար հանդարտ անձնավորությունը որն որ 3 տարուց ավել ապրեց այս ֆիզիկական կյանքի մեջ ծառայելով իհարկե մինչև այդ 30 տարի մեզ համար անհայտ էր նրա շատ քիչ էր հայտնի նրա կյանքը բայց այդ 3.5 տարին որն որ Աստված մեզ տվեց հնարավորություն է տալի հասկանալու որ ինքը բավականին խոնար ու բավականին հանդարտ անձնավորություն էր որն որ ոչ մի դեպքում չէր ձգտում փառավորվել չնայած որ իր բոլոր գործողությունները կարծես թե բերում են իրեն փառք բայց այս դեպքը որն որ կատարվեցավ 2000 տարի առաջ երբ որ ինքը փառավոր մուտք գործեց Երուսաղեմ սա մի քիչ տարօրինակ բան է ուզում եմ ձեզ այդ կարդալ այն տեղը որտեղ որ Աստված մեզ թողել է այդ գաղափարը Մատթեոսի 21-րդ գլխի Մատթեոս 21-րդ գլուխ առաջինից մինչև 11 համարը ինչպես միշտ մենք կարդում ենք այս համարները ես այսօր էլ ուզում եմ ձեզ հետ միասին կարդալ Матфея 21 глава с 1 стиха начиная до 11 стиха Եվ երբ որ Երուսաղեմին մոտեցան եւ Բեթփադե եկան Ձիթենած սարի մոտ այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտ ուղարկեց եւ ասեց նրանց գնացեք այն գյուղը որ ձեր առաջն է եւ շուտով այնտեղ մի էշ կգտնեք կապած եւ մի ավանակ նրա հետ արձակեցեք բերեք ինձ մոտ եւ եթե մեկը բան ասե ձեզ ասեցեք թե նրանք Տիրոջը պետք են եւ նա շուտով կուղարկե նրանց բայց այս ամենը եղավ որ կատարվի մարգարեի ձեռքով խոսվածը որ ասում է ասեցեք Սիոնի աղջկան ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս հեզ եւ էշին ու ավանակ քորակը հեծած աշակերտներն էլ գնացին եւ արին ինչպես որ Հիսուսը հրամայեց նրանց էշը եւ ավանակը բերին եւ իրենց հանդերձները նրանց վրա քսեցին եւ նա նորից նրանց վրա նստեց եւ խիստ շատ ժողովուրդներ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին ուրիշներն էլ ծառերի ճյուղերն էին կոտրում եւ ճանապարհում փռում եւ առաջից եւ հետևից գնացող ժողովուրդը աղաղակում էին ասում ով սանա Դավիթի որդուն օրհնյալ է Տիրոջ անունով եկողը ով սանա բարձունքներում եւ երբ որ նա Երուսաղեմ մտավ բոլոր քաղաքը դղրդաց եւ ասեց սա ով է եւ ժողովուրդները ասում էին սա Հիսուս մարգարեն է Գալիլեայի Նազարեթից Ես չեմ հիշում արդեն երբ սկսեցինք, բայց արդեն բավականին երկար ժամանակ մենք ամեն այս օրը հիշում ենք այն հարցը, որն որ ժողովուրդը տվեց, սա ով է, ու այդ հարցին ձգտում ենք պատասխան տալ Հիսուսին ներկայացնելով իր բազմակողմանի անձնավորությունը, որն որ բավականին մեծ քանակությամբ տիտղոսներ ունի, բավականին մեծ քանակությամբ արժանավորություններ ունի, եւ գիտեք, ես նորից եմ ասում, շատ ժողովուրդների համար զարմանալի էր Հիսուս Քրիստոսի այդ կատարած գործողությունները։
Իհարկե այնտեղ շատ մարդիկ կային, որոնք որ նոր էին եկած, որովհետև Երուսաղեմը այն ժամանակ բավականին լցված էր մարդկանցով, որոնք եկել էին զատիկը տոնելու։ Ոմանք շուտ էին գալիս, մի շաբաթ, երկու շաբաթ շուտ, որ տներ գտնեին, որ այնտեղ հետո զատիկը տոնեին։ Ու այդ ժամանակ, բայց կային մարդիկ, ովքեր որ Հիսուսին ճանաչում էին։ Եկե 3.5 տարի մարդը գործեց ամբողջ Հրեաստանում, Հրեաստանից դուրս էլ դու գիտեք Սամարայա գնաց ու ուրիշ տեղեր էր գնաց, որտեղ որ ինքը գործեց ու մարդիկ գիտեին ով է, բայց գիտեք նրանք ճանաչում էին այդ անձնավորությունը ինչպես մի հեզ, հանգիստ, խոնար, հանդարտ մի անձնավորությունը, որ ամեն ձևով ձգտում էր շողքի մեջ մնալ ու Աստծուն էր դնում կենտրոնը։ Ամեն անգամ երբ որ ինքը ինչ-որ մի բան էր անում, մարդկանց ուղում էր դեպի Աստված ու ասում էր, այ Աստված պետք է փառավորեք, որովհետև ամեն ինչը Աստծո ձեռքի գործն է։ Ու մեկ էլ տեսան մարդիկ, որ այսքան բանից հետո, այս մարդը որն ոչ մի կարողության տեր չէր։ Գիտեք, որ ինքը երբ որ սկսեց ծառայությունը, ինքը միջև անգամ գլուխ դնելու տեղ չուներ։ Ասեց անասունները, թռչունները իրենց որջերը բներ ունեն, մարդի որդին գլուխ դնելու տեղ չունի։ Ու այդ անձնավորությունը, որն մեծ կարողության տեր չի, այսպիսի մեծ գործ կատարեց։ Ինքը չնայած որ ոչ շատ հանդարտ ու խոնար մարդ էր, ինքը փառավոր մտավ Երուսաղեմ ու որն ամենակարևորը ժողովուրդը, որոնք որ նայում էին Հիսուս Քրիստոսին որպես մտնող Երուսաղեմ, բոլորը միասին ովսանային գոռում ու շեշտում էին Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը, Դավիթի որդի, այսինքն թագավորի որդի։ Գիտեք, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք տեսնում ենք, որ 4 ավետարանիչները ներկայացնում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին ու 4 ավետարանիչները որ ներկայացնում են մեկ անձին, նրանք ոչ թե միայն մի տեսակի էին ներկայացնում, այլ 4 տեսակի այդ անձի վիճակն էին ներկայացնում։ Դուք գիտեք, Մարկոսը ներկայացնում էր ինչպես ծառա, Մարկոսի ավետարանում գրված, Ղուկասը ինչպես մարդ, Ղուկասի ավետարանում գրած, Հովհաննեսը նրան ներկայացնում էր ինչպես Աստված, իսկ Մատթեոսը, որի մենք կարդացինք այսօր այդ հատվածը, ներկայացնում էր հրեաներին ու բոլոր մեզի ինչպես թագավոր։ Քիչ առաջ եղբայրն էլ հիշեցրեց, որ նա մեր թագավորն է եւ մեր փրկիչն է։ Գիտեք, ամենահետաքրքիրը ինչ է, որ երբ մենք նայում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին, մենք կասկած չունենք, որ ինքը թագավոր է։ Ու կասկած չունենք, գիտեք, սկսած այն ժամանակիներով մի հատ քարոզ էի լսում, շատ հետաքրքիր քարոզ էր, էլի էս մուտքի մասին, որտեղ քարոզիչը ներկայացնում են, որ Հիսուս Քրիստոսը միջև անգամ ծնված օրվանից ինքը թագավոր էր։ Հիշում եք, չէ՞, երբ որ Հիսուս Քրիստոսը ծնվեց, ինչ կատարվեցավ Հրեաստանում։ Արևելքից եկան մոգերը, Վալխվի ռուսերեն ասում են, եկան ու հարցնում են թագավորին, այն ժամանակվա թագավորին, թե ուր է Երուսաղեմի հրեաների թագավորը, որովհետև մենք եկել ենք նրան երկրապագելու։ Դեռ ինքը նոր էր ծնված, արդեն ինքը երկրապագելու առարկա էր դարել, որ մոգերը որտեղից որտեղ, պատկերացրեք, այն ժամանակ ոչ ինքնաթիռներ կար, ոչ այս գնացքներ կար, ոչ մեքենաներ կար, մարդիկ ուխտերի վրա նստած ամիսներով ճանապարհ էին գնացել ինչի համար, որ գնան եւ փառավորեն նրան, ով էլ որ թագավորների թագավոր է ամբողջ տիեզերքի։ Հետո դուք գիտեք, հետաքրքիր մի բան, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի իհարկե բոլոր սա ամբողջ 30 տարվա կյանքի մեջ մենք կարդում ենք միայն նրա ծնունդը եւ Ղուկասի ավետարանում գրված է նրա մի փոքր դրվագ նրա կյանքից, երբ որ ինքը 12 տարեկան էր։ Ու հետաքրքիրը գիտեք ինչ է, որ միջև անգամ այն ժամանակ, երբ որ ինքը 12 տարեկան էր ու գտնվում էր բանի մեջ է, տաճարի մեջ, դուք գիտեք, նրանք եկան տաճարը իրանց ծնողների հետ բերեցին, հետո հետ գնացին ծնողները, Հիսուսը մնաց այնտեղ, ու երբ որ ծնողները եկան, տեսան ու զարմացան, թե ինչպես Հիսուսը նստած էր այնտեղ այն իմաստուն մարդկանց հետ, հարցեր էր տալի, պատասխաներ էր տալի, ու բոլորը զարմանում են, թե ինչքան խելացի է 12 տարեկան երեխան, որ կարող է այդքան բան գիտենալ։ Ինչի եմ ասում դա, որովհետև հասարակ մարդիկ, այդքան ուսում չունեցող մարդիկ, այդքան շատ բան չգիտեին։ Այն ժամանակ շատ բան գիտեցողները միայն նրանք էին, ովքեր որ թագավորական պալատների մեջ էին գտնում, ովքեր որ ուսումներ ունեին, ովքեր որ կարող էին իմաստուն եղնեին։
Հիսուսը միջև անգամ այդ ժամանակ էլ ցույց տվեց, որ ինքը թագավոր է, 12 տարեկան հասակում այն չափի իմաստություն ուներ, որ մարդիկ զարմանում էին։ Հետո էլի մի կարևոր բան կա։ Երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը սկսեց իր ծառայությունը, դուք գիտեք, որ նրա ամենամեծ քարոզներից մեկը լեռան քարոզն էր, որն որ Մատթեոսի ավետարան, այս Մատթեոսը, որն որ ներկայացնում է Հիսուսին որպես թագավոր, այդ Մատթեոսի ավետարանում 3 գլուխներ է ներկայացված։ Պատկերացրեք ինչքան մեծ քարոզ է, որտեղ որ շատ բաներ կա, բարոյական դաստիարակության համար, հոգևորի համար, ամեն ինչը Հիսուսը բաց է անում ու երբ որ վերջանում է այդ քարոզը, այսպես է գրված Մատթեոսի ավետարանում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Մատթեոսի 7-րդ գլուխ 28-29 համարները։ Քարոզը վերջացավ ու ժողովուրդը նայում են այդ անձրավորությանը, տեսեք ինչ է ասում։ Матфея 7 глава 28 и 29 стих, последний. Եվ եղավ, երբ որ Հիսուս այս խոսքերը վերջացրեց, ժողովուրդը զարմանում էին նրա վարդապետության վրա, որովհետև իշխանություն ունեցողի պես էր սովորեցնում նրանց, եւ ոչ թե դպիրների։ Ով ունի իշխանություն։ Առաջի երթին ով ունի իշխանություն։ Թագավորները, այսօրվա պրեզիդենտները, այսօրվա բարձր պաշտոնյաները։ Հիսուսը այնքան ուժեղ էր սովորեցնում մարդկանց, որ մարդիկ նայում էին նրա ասած խոսքերի վրա ու տեսնում էին իշխանություն, թագավորական իշխանություն։ Իրականում ինքը թագավոր էր ու ժողովրդի համար դեր ծածկված էր։ Այն ժամանակվա ժողովրդի համար, ցավոք սրտին, այսօրվա ժողովրդի համար շատ մարդկանց համար դեր ծածկված է Հիսուսի թագավոր լինելը։ Եվ վերջում, երբ որ դուք գիտեք, Հիսուսին խաչեցին, ինչ էր գրված նրա խաչի գլխի վերևը, կարդում ենք Մատթեոսի 27-րդ գլուխ 37 համարը եւ Մատթեя 27 глава 37 стих եւ նրա հանցանքը գրված էր գրին նրա գլխի վրա սա է Հիսուսը հրեա թագավորը։ Հիշում եք, երբ որ Պիղատոսը գրեց այս խոսքը եւ կապցրեց 3 լեզուներով, հրեաները եկան բարկացան, ասեցին՝ մի գրի այդ բանը։ Պիղատոսը չասեց, դե չեմ գրի, որ ասեցեք չեմ գրի, դեն չասեց, ասում է, ինչ որ գրեցի։ Այսինքն, մինչև անգամ հեթանոս կուսակալը, որ այն ժամանակ Հրեաստանում ինչ որ մի հատ մեծ գործ պաշտոն ուներ, մինչև անգամ նա ընդունեց Հիսուս Քրիստոսին որպես թագավոր։ Բայց Հիսուսի թագավորությունը մեր պատկերացված թագավորություն չի, որ մենք կարողանանք ասենք, դե եթե թագավոր էր, ինչի պալատներում չէր ապրում։ Քիչ առաջ մենք ասացինք, որ ինքը ասում էր, որ միջև անգամ անասունները, թռչունները որջեր ու բներ ունեն, մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Ինչի չուներ թագավորը պալատ։ Մենք սովոր ենք, որ բոլոր թագավորները, պրեզիդենտները, տեսեք ինչ, այստեղ Վրաստանում պրեզիդենտի համար այնտեղ Ցիցիանոսկի վերև ինչ մեծ բան են սարքել, չէ, պալատ են սարքել բարի բունի իմաստով, որտեղ որ պրեզիդենտը նստում է։ Մենք գիտենք ուրիշ երկրներում, որտեղ որ պրեզիդենտները նստում են մեծ թագավորական պալատներ գոյություն ունի, եւ Հիսուսը չուներ այդ պալատները։ Ու նրա կարիքն էլ չուներ, որտեղ Հիսուսի թագավորությունը այս կյանքի մեջ քիչ առաջ հետո մենք կարդանք դա, բայց Հիսուսի թագավորությունը ոչ թե գահի վրա է, նատրոնի, ոնց որ թագավորները նստում են եւ պալատների մեջը Հիսուսի գահը մեր սրտերն է։ Նա այսօր նստած է յուրաքանչյուր ճշմարիտ հավատացյալի սրտի մեջ, ինչպես թագավոր։ Ու այսօր ես ուզում եմ մտածելու բան տալ ձեզ բոլորիդ, որ մտածեք, դեք իրականում ով է ձեր սրտի տերը, ով է ձեր տերը, ով է ձեր թագավորը, որն այսօր դուք լսում եք այս բանը, որովհետև եթե մենք Հիսուսին որպես թագավոր չենք ընդունում, եթե նա մեր սրտերի մեջ Հիսուսը չի նստած որպես թագավոր մեր սրտի գահի վրա, նատրոնի նաշվը սերծը։ Ուրեմն մենք շատ հեշտ ու անգից նման ենք այն մարդկանց, որոնք որ ճյուղերը ձերքին ման են գալի, գնում են, օրհնում են, բայց չգիտեն ինչ է դա նշանակում։ Չգիտեն, որ այն Հիսուսը, որն որ թագավորը իրականում միշտ եղել է որպես
Աստված ու որպես թագավոր ամբողջ տիեզերքի թագավոր եղել է, այդ Հիսուսը եկավ այս ֆիզիկական աշխարհը, ինքը ապրեց այս կյանքի մեջ շատ կարճ ժամանակ, բայց շատ մեծ գործ կատարեց այս կյանքի մեջ ու ամենամեծ գործը ինչ որ կատարեց նա խաչի մահն էր, որ մենք կհիշենք այս մի քանի օր հետո, որովհետև նորից եմ ասում, երբ որ մտնում էին Երուսաղեմ, ինքը որ մտնում էր Երուսաղեմ ու ժողովուրդը Օվսանա են գոռում, ներկայացնելով նրանց որպես թագավոր, Դավիթի որդի, այսինքն որպես թագավոր, հիշում եք Զաքարիայի մեջ գրված է, որ ասում է, ահա քո թագավորն է գալիս։ Հետո ինչ արեցին Հիսուսին։ Երբ որ իրանք չհասան իրաց նպատակին, ինչ արեցին Հիսուսին, բռնեցին ու խաչեցին։ Ունեցե այսօր շատ ժողովուրդ, որոնք որ ապրում են այս ֆիզիկական կյանքի մեջ, Աստված նրանց համար պետք է միայն այն ժամանակ, երբ որ իրանք կարիք ունեն։ Ու այն էլ երբ որ Աստված բավարարում է մարդկանց կարիքը։ Բայց երբ որ այդ կարիքը չկա ու եթե կարիքն էլ կա ու բավարարող չկա, Աստված չի բավարարում իրանց մոմ վառելը, աղոտ կանելը, ուրիշ շատ բաները ոչ մի արդյունքի չի բերում, մարդիկ սկսում են նրան նորից նույն ձևի բան անել։ Դեռ փառավորում են Աստծուն, որին այսօր մենք տեսնում ենք մարդիկ ոնց են, հետո սկսում են սխալ գործողություններ անել Աստծուն հակառակ կենալով։ Աստված այսօր ուզում է որպեսզի մեր բոլորի սրտերի մեջ որպես թագավոր նստի։ Ու եթե այսօր մենք ընդունել ենք Աստծուն որպես թագավոր, իմ սիրելիներ, մի հատ բան ունեմ ասելու, որ պետք է ձեր կյանքով, ես շատերի լրիվ կյանքը շատ լավ ճանաչում եմ ձեզի, շատ ուրախ եմ, որ մենք միասին կարող ենք եկեղեցի կազմել, բայց ամբողջ կյանքը ես չգիտեմ ձեր։ Դուք ամեն մեկը ձեր կյանքը գիտեք, դրա համար ամեն մեկս մտածենք, եթե ինքը մեր թագավորն է ու նստած է մեր սրտի գահի վրա, նատրոն է նաշերը սերցը, մենք ենթարկում ենք նրան, թե չէ ամեն ինչում, թե միայն այն դեպքում, երբ որ մեզի պետք է, երբ որ մեզի պետք չի, Հիսուս քեզ համար հանգիստ նստի այնտեղ, որտեղ որ նստած ես, ես ինչ որ կուզեմ կանեմ։ Այդ դեպքում մենք չենք կարող նրան ընդունել, որովհետև թագավորը նա է, ով էլ որ իշխանություն ունի իր ենթականների վրա ու ով որ կարող է հրամայել ու թող ու փախի են մարդուն, ով որ այդ թագավորի ասածը չի կատարում։ Հիսուսը այդպես չի անում, նա չի բռնի մտնում մարդու սրտի մեջ եւ ոչ էլ բռնի մարդուն կալանավորում ու նրան առաջ տանում իր ուզած ձևով։ Նա ուզում է, որպեսզի մենք մեր կամքով այդ ամեն ինչը անենք, եւ եթե մենք անում ենք այդ կամքով, մենք հասկանում ենք, որ Հիսուսը չնայած թագավոր է, բայց ինքը ոչ թե պալատներում է նստած, ոչ թե գահի վրա է նստած այդ պալատների մեջ, այլ ամեն հավատացյալի սրտի մեջ է։ Դեռ նոր սկսած ծառայությունը մինչև այդ մեծ քարոզը տալը, Հիսուսը տեսեք ինչ է ասում, Մատթեոսի 4-րդ գլխի 17 համարը։ Մատթեոս 4 գլավա 17 стих։ Այն ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցեք, որովհետեւ մոտեցել է երկնքի թագավորությունը»։ Այո, Հիսուսը թագավոր է։ Ու ինքը ներկայացնում է իր թագավորությունը, որն որ այստեղ չի։ Չնայած որ մենք գիտենք, որ Աստված Հիսուս Քրիստոս, որին մենք ներկայացնում ենք, ամբողջ տիեզերքի թագավոր է, դուք լավ գիտեք, որ ինքը ժամանակավոր այդ թագավորությունը տվել է ինչ որ մեկին, որին մենք հակառակ ենք միշտ, ովքեր որ ճշմարտության մեջ է գտնվում, ով որ այսօր ժամանակավոր այս երկրի վրա թագավոր է ճակետների մեջ, բայց այդ թագավորությունը ուշ թե շուտ կվերջանա։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք Հովաննես ավետարանում գրված խոսքերը, ինչ որ գրված է Հովաննես 18-րդ գլուխ 33-ից 36 համարները։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զրույցը Պիղատոսի հետ, նայեք ինչ է ասում։ Իոաննա 18 глава 33 и 36 стихи։ Պիղատոսը դարձյալ մտավ պալատը, Հիսուսին կանչեց եւ նրան ասեց. Դու ես հրեայի թագավորը, հարց է տալիս, դու մարդիկ ասում են դու թագավոր ես, ո՞նց, դու ես հրեայի թագավորը։ Հիսուսը նրան պատասխանեց. Դու քեզանից ես ասում այդ, թե ուրիշներ ասեցին քեզ ինձ համար։ Պիղատոսը պատասխանեց. Միթե ես մատնեցի, միթե ես էլ հրեա եմ, քո ազգը եւ քահանապետները քեզ մատնեցին ինձ, ինչ ես արել։ Հիսուսը պատասխանեց.
Իմ թագավորությունը այս աշխարհիցը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհիցը լիներ, ապա իմ ծառաները կռիվ կանեին, որ չմատնվին հրեաների ձեռքը, բայց հիմա իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Հիսուսի թագավորությունը այս աշխարհի չէ։ Նորից եմ ասում, նա ժամանակավոր տվել է այն անձնավորությանը, որը սատանա է կոչվում, ու ինքը այսօր պարծենում է, ասում է ես թագավոր եմ, մինչև անգամ թագավորների թագավորին, երբ որ ինքը, դուք հիշում եք, երբ որ փորձում էր ինքը, տեսեք ինչ է ասում։ Ինքը իր բերանով է ասում, որ ինքը հավիտենական թագավոր չի, ինքը ժամանակավոր, ճակետավոր թագավորը, որն վերջի վերջով մի օր պետք է ինքը այդ թագավորությունը կորցնի։ Ղուկասի 4 գլուխ 5-6 համարը։ Լուկա 4 глава 5-6 стихи։ Տեսեք ինչ է ասում ինքը սատանան, որն ժամանակին Քրիստոսին փորձում էր։ Եվ սատանան նրան մի բարձր սար հանեց եւ աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվավ նրան մի վայրկյանի մեջ։ Եվ սատանան ասեց նրան. այս բոլոր իշխանությունը ուշադիր լսեցեք, որ սրանք փառքը քեզ կտան, որ ինձ է տրված եւ ում որ կամենում եմ տալիս եմ սրան։ Ինձ է տված։ Սատանան ասում է, ու ես կարող եմ քեզ տալ։ Ու այսօր մենք գիտենք, որ այդ ժամանակավոր գտնվող թագավորությունը ուշ թե շուտ Աստված կվերցնի սատանայի ձեռքին ու կտա նրան, ով որ իրականում թագավոր է։ Ու մենք այսօր երբ որ ապրում ենք այս կյանքի մեջ, նորից եմ ասում, Քրիստոսի թագավորությունը դեռ այնտեղ չի, որտեղ որ մենք կուզեինք եղնել, ինչպես հրեաներն էլ շատ սրտով ուզում էին։ Երբ որ ինքը մտնում էր Երուսաղեմ, մարդիկ օսանային բաղում մտածում են, ահա հիմի կմտնի, կթագավորի եւ մեզ կազատի այս ամեն ինչից։ Ինչ էլ որ մենք ունենք մեր շրջապատում հռոմեական իշխանությունից եւ մեզ կդարձնի ամբողջ երկրագնդի վրա թագավորներ։ Բայց այդպես չի, սիրելի քույր եղբայրներ, որովհետև մենք մեր գլխավոր նպատակը ու Տիրոջ գլխավոր նպատակը, նրա թագավորության գլխավոր նպատակը ոչ թե այս կյանքում մենք բարելավության, մեր բարելավությունը, որ շատ մարդիկ Աստծո մոտ են գալի, մտածելով, որ Աստված այս կյանքի մեջ իրանց կտա այն իրանց ուզածը։ Մեր գլխավոր ցանկությունը պետք է լինի երկինքը։ Այնտեղ, որտեղ որ մենք բոլորս գտնվելու ենք հավիտյանս հավիտինից մեր թագավորի հետ միասին։ Մենք բոլորս լավ գիտենք, որ միջև անգամ այս ֆիզիկական կյանքի մեջ ապրող այն թագավորները, այն հարուստները, միլիարդատերերը, որոնք որ ապրում են ամեն ինչ ունենալով, մի օր այս ամեն ինչը թողնալու են, գնալու են։ Ոչ ոք հավիտենական չի վայելելու այս կյանքի բարիքները, ինչքան էլ շատ ունենա, բայց մենք լավ գիտենք, որ այն թագավորությունը, որ Աստված մեզ համար պատրաստել է երկնքի արքայության մեջ, այդ թագավորությունը անվերջանալի է, ու այնտեղ մեզ համար տեղ է տրված։ Հետաքրքիր է, չէ՞, մեզ անարժանների համար, որ բոլորս էլ արժանի ենք դժոխքի մեջ վառվելու, Աստված մեզ Հիսուսի միջոցով փրկեց, որպեսզի մեզ դարձնի այն թագավորները, որոնք որ պետք է հավիտենական թագավորեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Պետրոս առաքյալը այսպիսի խոսքեր է ասում, դուք գիտեք, Պետրոս առաքյալը մեզ ներկայացնում է մի շատ կարևոր բան, որն որ մեզ հնարավորություն է տալի եւս մի անգամ մտածելով, որ ով ենք մենք, երբ որ ընդունել ենք թագավորների թագավորին, որպես մեր անձնական փրկիչ։ Նայեք Առաջի Պետրոս 2 գլուխ 9 համարը։ 1 Петра 2 глава 9 стих։ Բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Հետաքրքիր է, գիտեք, որ մենք երբ որ տեսնում ենք այս կարևոր գաղափարները, ինչ որ Պետրոս առաքյալը ասում է, նա շեշտում է, որ դուք թագավորի քահանաներ եք, դու թագավորական մարդիկ եք, բայց երբ որ այսօր շատ մարդիկ, ես երեք էլ միջև անգամ լսեցի, եթե դուք ուշադիր լսեք, YouTube-ում շատ կա այդ բանը, շատ մարդիկ այսօր չարաշահելով Հիսուսի թագավոր լինելը, շատ մարդիկ հավատացյալ կոչվելով, մարդկանց կոչ են անում, ասում են, եթե մենք թագավորի զավակներ ենք, եթե մենք թագավորի հետևորդներ ենք, ուրեմն մենք էլ պետք է թագավորական կյանք ունենանք այս կյանքի մեջ։ Ո՞վ է ասում այդ բանը։
Եթե ինքը թակավորը այս կյանքի մեջ ճուներ թակավորական կյանք, ով է ասում, որ մենք պետք է թակավորական կյանք ունենան։ Ու այսօր գիտեք շատ մարդիկ կան, որոնք որ հավատացյալ կոչվելով մարդկանց խապում են, մարդկանց փողեր են խալում մարդկանցից, իրենց համար դիժում են հարստություններ ու ցույց են տալի, որ այդտես ես թակավորի զավակ եմ, ու տես ինչ լավ եմ ապրում։ Ու եթե դուք գաք փողեր զոհաբերեք, մեծ գումարներ տակ, դուք էլ կդառնաք այդ ձևի բան։ Շատ անգամ խապված վիճակի մեջ գտնվող մարդիկ ընկնում են այդ կարթի մեջ, ինչպես ձկները, բայց ցավոք սրտին ոչինչ չեն ստանում։ Որովհետև Քրիստոսի թակավորությունը այստեղ չի։ Հենց Պիղատոսին ինքը այդ բանը ասեց, ու մեզ էլ է ասում, իմ սիրելիներ, որ ինքը թակավորների թակավոր է, բայց իր թակավորությունը այստեղ չի։ Երկնքում հավիտենական նա պետք է թակավորի ու մեզ էլ նրա հետ միասին թակավորի հնարավորություն տա։ Տեսեք, հրեա ժողովուրդը, քիչ առաջ մենք լսեցինք այդ հրեաների մասին շատ բաներ, հրեա ժողովուրդը, որն որ Աստվածանից ընտրված ժողովուրդ է։ Այդ հրեա ժողովուրդը, որն որ ժամանակին Աստված ընտրեց Եգիպտոսից դուրս բերեց ու հնարավորություն տվեց, որպեսզի նրանք խոստմունքի երկիրը մտնել, տեսեք ինչ է ասում։ Եթե մենք համեմատենք Պետրոս Արաքյալի խոսքերի հետ, համարյա նույն բանն է ասում։ Ելից գրքի մեջ 19-րդ գլխի մենք կարդում ենք 3-ից 6 համարները։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք, Исход 19 глава с 3 по 6 стихи։ Եվ Մովսեսը վեր գնաց Աստծու մոտ, եւ Եհովան կանչեց նրան սարից ասելով. այսպես ասիր Հակոբի տանը, եւ իմացրու Իսրայելի որդիներին, դուք տեսաք ինչ որ այդ արի եգիպտացիներին, եւ ձեզ արծիվի թևերի վրա տարի եւ ինձ մոտ բերի, եւ հիմա ուշադիր լսեցեք, եթե իրավ իմ ձայնը լսեք եւ իմ ուխտը պահեք, այն ժամանակ դուք ինձ համար սեփական ժողովուրդ կլինեք, ամեն ազգերիցը, որովհետև իմն է բոլոր երկիրը, եւ դուք ինձ համար քահանաների թագավորություն եւ սուրբ ազգ կլինեք։ Հրեաները լսեցին, նրանք համաձայնվեցին, ասին, հա, մենք համաձայն ենք, որ դու այդքան հրաշագործ Աստված ես, բայց ինչպես դուք լավ գիտեք, հին ուխտը, որն որ տրված էր հրեաները զանց արեցին։ Իմ սիրելիներ, եթե մենք մեր մտածած, մեր մարդկային մտքերով սկսենք թակավորությունը նայել ինչպես որ մարդն է նայում, մենք էլ հրեաների օրը կլինենք։ Հրեաները կորցրեցին այդ առանձնահատուկ շնորհքը միայն նրա համար, որ իրանք մտածեցին, դե մենք թակավորներ ենք։ Աստված թակավորների թակավորը, մենք էլ նրա ժողովուրդն ենք, մենք թակավորներ ենք, ինքը Աստված ասեց, բայց ամեն ձևով ձգտեցին Աստծուն հակառակ կենալ։ Էլ կուրքեր պաշտեցին, էլ եսին բողոքեցին, ինչեր ասես չարեցին։ Աստված վերցրեց իրանցից այդ թակավորությունը եւ տվեց մի ազգին, որն որ քրիստոնյա ազգ է կոչվում։ Ու այսօր մենք ոչ թե ուղղակի ազգային պատկանելությունով, այ ես հայ եմ, դրա համար քրիստոնյա եմ։ Շատ էլ հայ ես։ Այսօր այնքան հայեր կան, որ քրիստոնյա են կոչվում, բայց կյանքը լրիվ հակառակ է ասում։ Իրանք ոչ թե թակավորին են ենթարկում, այլ այս աշխարհի սատանային, այս աշխարհի թակավորին են ենթարկում ու ամեն ձևով ձգտում են այս աշխարհի իշխանի հետևից գնալ, միևնույն ժամանակ Հիսուսին թակավոր ընդունելով։ Որտեղ է գրված այդ բանը։ Ով է մտած, դու ինչ որ մեկին թակավոր ես ընդունում ու ուրիշ թակավորի հետևից ես ընկնում։ Հայտնության գրքի մեջ մեզ շատ հետաքրքիր բան է գրված, որ մեզ բոլորիս համար մտածելու բան պետք է տա, որովհետև մենք նորից ենք ասում, մեր թակավորությունը, որն որ Աստված տվել է մեզի, այս աշխարհից չի։ Մենք երկնքում պետք է լինենք Աստծու հետ միասին հավիտենական, ու մենք մեր գլխավոր նպատակը երկինքն է ու գլխավոր նպատակը ոչ թե մենք ինքներս միայն մտնենք, այլ կարողանանք ուրիշներին էլ օգտակար լինել, որ նրանց էլ հնարավորություն տանք, որ հասկանան, թե ինչ է նշանակում իսկական թակավորություն։ Հայտնություն առաջի գլուխ 4-ից 6 համարը։ Откровение 1 глава 4-6 стихи։ Հովհաննես 7 եկեղեցիներից, որ Ասիայում եք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղություն նրանցից, որն է եւ որն էր եւ որ գալու է։ Հիսուսի մասին է խոսքը։ Եվ այն 7 հոգիներից, որ նրա աթոռի առաջին են, եւ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելների անդրանիկը եւ երկրի թակավորների իշխանն է, պատկերացրեք, ամբողջ թակավորների իշխանն է։ Նրան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերը լուացավ, մեր իր
մեզ իր արյունով եւ մեզ թագավորներ եւ քահաններ արավ Աստծո եւ իր հոր համար նրանց փառք եւ զորություն հավիտյանս հավիտյանից ինքը թագավոր լինելով մեզ էլ տվեց այդ թագավորությունը բայց ժամանակավոր մենք ապրում ենք այս աշխարհի մեջ որտեղ որ թագավորը մեկ ուրիշն է ու մեր գլխավոր նպատակը ինչպես յուրաքանչյուր դեսպանատուն դու գիտեք չէ պաստրոյը ռուսերեն ասում են ինչպես յուրաքանչյուր դեսպանատուն որը գտնվում է ուրիշ աշխարհում այ օրինակի համար Վրաստանում ուրիշ երկրի բավականին մեծ քանակությամբ դեսպանատներ կան եւ այդ դեսպանատնի ներկայացուցիչները ոչ թե այս աշխարհի քաղաքացիներ են այլ իրենք այն աշխարհի քաղաքացիներ են ու ներկայացնում են այն աշխարհին որպես իրենց թագավորությունը դա կլինի եվրոպական երկրները ամերիկանա թե ուրիշ տեղերը ունեցել մենք այսօր ապրելով սատանայական թագավորության մեջ մենք պետք է ամեն ձևով ձգտենք մեր թագավորին ներկայացնել Հիսուս Քրիստոսին բայց ոնց կարող եմ ես ներկայացնել Հիսուս Քրիստոսին որպես թագավոր եթե ես ենթարկվում եմ սատանային ու նրա կամքն եմ կատարում այսա շատ կարևոր է որովհետև Աստված մեզ տվեց այդ տիտղոսները թագավորական տիտղոսը բայց այս կյանքի մեջ մենք ենթարկվում ենք Հիսուս Քրիստոսի նա թագավորությունը լինելով սատանայի թագավորության մեջ Սա շատ կարևոր է որպեսզի մենք գիտենանք մենք չենք կարող առարկել ու ասել չէ այստեղ սատանան չի թագավորում այո թագավոր քիչ առաջ մենք կարծացինք որ ինքը սատանան վկայեց որ Աստված նրան տվել է ժամանակավոր թագավորությունը Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 11-12 համարներում Շատ կարևոր գաղափար, որպեսզի մենք մտածելու բան ունենանք։ Այս կյանքում ոնց պետք է ապրենք, որ կարողանանք մենք իրական թագավորի հետևորդներ լինել։ Второе Тимофея 2 глава 11-12 стихи։ Ճշմարիտ է այս խոսքը։ Շատ լսեցեք, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Ես ֆիզիկական մահվան մասին չի խոսում, հոգևոր, այլ որ մենք ժամանակին սատանայի հետևորդներ ենք, հիմի դառանք Քրիստոսի։ Եթե համբերենք հետն էլ կթագավորենք, եթե ուրանանք Քրիստոսին, նա էլ կուրանա մեզի։ Նայեք հետաքրքիր բան, սկսում է այդ Պողոս Արաքելը հետևել խոսքով, ճշմարիտ է այս խոսքը, այսինքն ոչ մի դեպքում ոչ մի հերկող գաղափար չկա, ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մենք մեռանք, այս աշխարհի համար մեռանք, սատանայի իշխանությունից ազատվեցինք ու հիմի մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ ենք գտնում, հետն էլ կթագավորենք։ Բայց եթե ուրանանք, այնայիկ, նորից եմ ասում, մենք այսօր հավաքված ենք այստեղ մեծամասնությունը ատեն ապաշխարած, մկրտված Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ է գտնվում, ասենք որ կարողանանք մտածել ու մենք ուրախանում ենք որ մենք քույր եղբայրներ ենք այստեղ, որոնք որ վկայում են որ մեր Տերը եւ մեր թագավորը Քրիստոսն է։ Դուս են գալի այստեղից, գնում ենք ամեն մեկս մեր տները, աշխարհում ենք ապրում, ինչպիսի կյանքով ենք ապրում։ Այսա շատ կարևոր է որպեսզի մենք կարողանանք հասկանանք որ եթե ես չգիտեմ ձեր մասին, դուք չգիտեք իմ մասին, մենք մեկս մեկից մասին լրիվ չգիտենք, Աստված էլ չգիտե մեր մասին։ Աստված ամեն ինչ գիտե մեր մասին։ Ու ինքը տալիս է թագավորություն այն դեպքում, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսի թագավորությունը որպես իսկական թագավորություն։ Ու նրա թագավորության մեջ ենք գտնվում։ Եվ ոչ թե սատանայի հետևորդներ ենք, բայց Հիսուսին ենք ընդունում որպես թագավոր։ Այս խայտարակությունը շատ մարդկանց մեջ կա ու եթե մենք շարունակում ենք այդ խայտարակության մեջ գտնվել, սա ցավ է մեզ համար։ Գիտեք, մենք որպեսզի մեզ համար ապացույց լինի, որ իրականում մենք կթագավորենք հավիտենական Հիսուսի հետ միասին, Հիսուսը հատուկ մի ժամանակամիջոց է ընտրել այս ֆիզիկական կյանքի մեջ, այս երկրագնդի վրա, որտեղ որ ինքը 1000 տարի պետք է թագավորի ու մեզ էլ նրա թագավորության մեջ թագավորներ եւ իշխաններ դարձնի։ Հիսուսը ժամանակին ապացուցելու համար որ մենք հավիտենական պետք է թագավորենք, այս կյանքի մեջ 1000 տարի պետք է տա մեզ թագավորելու է։ Ու այնտեղ պետք է ապրեն ֆիզիկական մարդիկ, այդտեղ պետք է ապրեն մարդիկ, որոնք որ 1000 տարի պետք է գոյատևեն։
Եկեղեցին, որն որ մինչև այդ հապշտակված ու փոխված է, Հիսուսի հետ պետք է թակավորի այս կյանքի մեջ։ Երանելի ժամանակ պետք է լինի այս երկրագնդի վրա մինչև հավիտենականությունը սկսելը, ու նայեք հայտնության գրքի մեջ, դուք գիտեք որ հայտնության գրքի մեջ 5-րդ գլխի մեջ, այնտեղ մի այսպիսի դեպք է ներկայացված, երկինքն է ներկայացված, ունդեղ մարդիկ, որոնք որ սպանված էին Հիսուս Քրիստոսի անունով, ընդունելով իրենց նրա թակավորությունը, այս աշխարհի թակավորի հետևորդները սպանում էին այն մարդկանց, որոնք որ ընդունել են Քրիստոսին եւ ոչ թե սատանային։ Ու մարդիկ հարց են տալի, մինչև երբ պետք է դու մեր արյունի վրեժը չլուծես։ Շատ կարևոր է, գիտեք, որ միջև անգամ երկնքում մարդիկ էլի կհասկանան, կգիտակցեն ու կմտածեն, որ դա պետք է եղնի, ունայք հայտնության 5-րդ գլխի 10-րդ համարում ինչպես է ներկայացված։ Откровение 5 глава, 10 стих։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Եվ մեր Աստծո համար մեծ թագավորներ եւ քահանաներ արիր, եւ երկրի վրա կթագավորություն կանենք։ Մեր Աստծո համար, այն Աստծո համար, որն որ երկինքն է, որն որ իր որդուն ուղարկեց, որպեսզի մեզ բոլորիս հավիտենական կյանք տա, այս կյանքի մեջ, ֆիզիկական կյանքի մեջ 1000 տարի պետք է թագավորներ եւ քահանաներ անի։ Եվ դա կլինի։ Եվ կլինի, մենք չգիտենք, բայց մենք այսօր սպասում ենք այդ թագավորությանը, ու մենք փափագում ենք, որպեսզի մենք ժամանակին Հիսուսի հետ միասին թագավորենք այս ֆիզիկական կյանքի մեջ ու հետո էլ հավիտենականության մեջ։ Լսեք, ինչ է ասում հայտնության 22-րդ գլխի 3-ից 5 համարը։ Վերջում, արդեն երբ որ ամեն ինչ կվերջանա, երբ որ մարդկությունը այդ 1000 տարին էլ կապրի, երբ որ սատանան կարձակվի, երբ որ կսկսվի են ցավալի վիճակը, երբ որ մարդիկ դառնան դեպի նորից սատանային կդառնան, երբ որ նրանք կսկսեն հակառակվել Աստծուն եւ Աստված իր գործը կկատարի կվերջանա, Հայտնության 22-րդ գլուխ 3-ից 5 համարը։ Откровение 22 глава 3-5 стихи։ Եվ այլևս նզով, այսինքն անեծք, բնավ չի լինի, եւ Աստծո եւ գարի աթոռը նրանում կլինի, եւ նրա ծառաները կպաշտեն նրան, եւ նա երեսը կտեսնեն, եւ նրա անունը նրան ճակատի վրա, եւ գիշեր չի լինի այնտեղ, եւ ճրագի եւ արևի լույսի պետք չէր նրանց, որտեղ Տեր Աստվածը լուսավորում է նրանց։ Ուշադիր լսեցեք վերջի խոսքերը։ Եվ կթակավորեն հավիտյանս հավիտենից։ Այստեղ ոչ թե 1000 տարի, գիտեք, այլ արդեն հավիտյանս անվերջանալի։ Եվ կթակավորեն։ Այս հարցը երբ որ կա, դու կարող ես ասես, որ դու այդ մարդկանց թվի մեջ ես գտնվում։ Կարող ես ասես, որ դու այսօր, չնայած որ ապրում ես այս ֆիզիկական կյանքի մեջ, սատանայի թակավորության մեջ, դու այսօր կարող ես վկայություն տալ, ու այդ վկայությունը ճշմարիտ լինի, որ դու իրականում Աստծո թակավորության ներկայացուցիչ ես։ Ապրելով սատանայի թակավորության մեջ դու երկնքի արքայության թակավորական թակավորի ներկայացուցիչն ես։ Կարող ես ասել այդ բանը։ Եթե դու կարող ես ասել ուրեմն այս խոսքերը քեզ էլ է վերաբերում, եթե ես կարող եմ ասել, ինձ էլ է վերաբերում, որովհետև մենք գիտենք որ այս ժամանակը որ կյանքը ուշ թե շուտ կվերջանա, հարուստն էլ կմեռնի, աղքատն էլ կմեռնի, մենք շատ ենք խոսացել դրա մասին, բոլորն էլ այս կյանքից կհեռանան ու մի օր ոչ մի բան, ինչ էլ որ իրանք վաստակել են այս կյանքի մեջ, ոչ մի բան չեն տանի։ Հավատացեք ինձի, որ ժողովրդական խոսքը ասում է, մենակ 4 տախտակ կտանենք, էդ էլ չեն տանի։ Մինչև անգամ այն մարմինը, որի համար մենք շատ հոգս ենք անում, ամեն ձևով ձգտելով, ուտացնել, խմացնել, հանգստացնել ամեն ինչ, այդ մարմինը էլ չենք տանելու։ Գերեզմանում պտի, ճիճուների փայ պտի դառնա։ Մեր հոգիները, որի վրա Աստված կտա մի մարմին, որն որ հավիտենական չի վերջանա։ Ու եթե մենք այսօր ամենակարող Աստծո թակավորի ներկայացուցիչներն ենք, ուրեմն մենք ժամանակին, երբ որ այս ֆիզիկական կյանքից կհեռանանք, մենք հավիտենական ուրախություն կունենանք։ Ու այդ ուրախությունը չի վերջանա երբեք։ Ու դա այնքան շուտ կեղնի, որ ես նորից եմ մտածում այ իմ կյանքի մասին։ Ես արդեն 64 տարեկան մարդ եմ։ Բավականին կյանք եմ ապրել այս կյանքի մեջ, ու երբ որ ես հետ եմ նայում, ես նայում եմ, թե ես ինչ շուտ թռավ այսքան այս տարիները։
Ինչքան տարիներ անցան, մենակ 28 տարի ինչ որ մեր էս եկեղեցին կա, մինչև այդ էսելի ուրիշ եկեղեցու մեջ էի գտնվում, որտեղ որ ու բավականին երիտասարդություն, արդեն տարիքի մեջ գտնվող մարդը մի բան է ասում, ինչքան պետք է էլի ապրեմ այս կյանքի մեջ։ Ու եթե ինչ որ մի բան վաստակել եմ, ինչ պետք է տանեմ այս կյանքից։ Միայն մի բան։ Եթե Հիսուսը ինձ հետ է ու իմ սրտի մեջ ինքը նստած է որպես թագավոր, ես Հիսուսի հետ հավիտենական կերնեմ։ Իսկ եթե այնտեղ ես եմ նստած ու ես եմ թագավորում իմ կյանքի մեջ, ցավ կլինի, ու այդ ցավը չի վերջանա երբեք։ Ու այսօր մեր գլխավոր նպատակն է։ Հիսուսը արդեն արեց ամեն ինչ, որպեսզի մենք այդ թագավորի ներկայացուցիչները լինենք։ Մնում է մեր կամքը։ Եթե մենք ուզում ենք որպեսզի հավիտենական թագավորենք Հիսուսի հետ միասին, Հիսուսը ուզում է որպեսզի մենք նրա թագավորության մեջ լինենք։ Եթե չէ, ուրեմն վերջի վերջով ամեն ինչ կբացվի, բայց բացվողի համար, որն որ բացասական կերնի իր կյանքի մեջ, շատ մեծ ցավ կունենա։ Ու այսօր կոչ եմ անում։ Նրանք, ովքեր որ ճշմարտության մեջ են, նրանք, ովքեր որ կարող են հրեաների նման ովսանակ գոռալ, բայց վերջի վերջով չընդունել Հիսուսին որպես թագավոր, որպես այն թագավորը, ինչպիսին որ ինքն անկրում ներկայացնում, այսօր Հիսուսը կանչում է. ժողովուրդ, արեք։ Կյանքը կարճ է, ուշտե-շուտ էս կյանքը կվերջանա, բայց ովքեր որ արդեն ընդունել են Հիսուսին, ովքեր որ կարող են ովսանա ասել, ու այդ խոսքի տերն են, որովհետև իրանք իրենց կյանքով ապացուցում են, որ իրենց թագավորը Հիսուսն է, Աստված օրհնի բոլորիս։ Թող մեզ հաստատի, որ մենք կարողանանք այս կյանքի մեջ ոչ թե ուղղակի թագավորական քահանայություն լինել, այլ այն ծառայությունը անցկացնել, որն որ մեր թագավոր Հիսուսը մեզ թողեց, որպեսզի մենք փառավորելով Աստծուն մարդկանց ներկայացնենք Հիսուսին այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Ու այն ժամանակ կփառավորվի Աստված եւ այն ժամանակ կփառավորվենք մենք, որ Հիսուսը եւ միայն Հիսուսն է, որ արժանի է փառքի, պատվի, երկրապահության։ Ամին։ Եկեք ոտքի կանգնենք, փառք տանք մեր թագավորին, շնորհակալություն հայտնենք, որ ինքը լինելով թագավորների թագավոր ու ինքը լինելով սուրբ, որն որ ատում է, գարշում է մեղքը մեզ մեղավորներից, պատկերացրեք մեզ մեղավորներից, հնարություն է տալի երկնքի արքայության մեջ հավիտենական թագավորելու։ Մեզ մեղավորներից, որոնք որ շատ անգամ անարգում ենք Աստծուն մեր կյանքով, տալիս է հնարություն այդ թագավորության մեջ լինելու։ Ու այսօր ուզում եմ, որպեսզի մենք աղոթք անենք ու խնդրենք, նախ մեզ համար, որպեսզի Աստված մեզ ուժեղացնի, հաստատի, որ մենք կարողանանք այս կյանքի մեջ ապացուցել, որ մենք իրականում Հիսուսի թագավորության մեջ ենք գտնվում, մինչև անգամ գտնվելով սատանայի թագավորության մեջ։ Ուզում եմ խնդրենք աղոթք անենք, որպեսզի նրանք, ովքեր որ դեռ այդ թագավորության մեջ չեն գտնում, կարող է ասում են, որ Հիսուսը թագավոր է, կարող է ասում են, որ Հիսուսը Աստված է, բայց դեռ այնտեղ չեն գտնում, դեռ շարունակում են սատանայի թագավորության մեջ գտնվելով նրա կամքը կատարել։ Աղոթք անենք, թե այստեղ գտնվող մարդկանց համար, թե նրանք, ովքեր որ մեզի համակարգիչի միջոցով լսում են, որ Աստված նրանց սրտերը բաց անի, որ Աստված օգնի նրանց, որ նրանք կարողանան ասել. Հիսուս, ես ուզում եմ, որ դու ինձ փրկես, եւ ուզում եմ, որ դու ինձ քո թագավորության մեջ պահես։ Աղոթք անենք եկեք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք, որ քո ողորմությունը մեծ է, Տեր։ Մենք երբ որ մտածում ենք մեր կյանքի մասին, նայում ենք մեր կյանքին, միջև անգամ այսօր, երբ որ մենք արդեն հավատացյալներ ենք, երբ որ մենք քեզ ենք ներկայացնում որպես մեր թագավորը, մենք տեսնում ենք, որ ամեն ինչ չի մեր կյանքի մեջ, որ կարող ենք մենք բարձրանալ ու ասել, որ մենք 100%-անոց ենք։ Ցավոք սրտին մեր կյանքի մեջ կան սայթաքումներ։ Ցավոք սրտին կան բաներ, որոնք նեղացնում են քեզ, Տեր, բայց մենք ուրախ ենք ու երջանիկ ենք, Տեր, մի բանի համար, որ դու թագավորների թագավոր, որ դու ամբողջ տիեզերք ստեղծող ու ամբողջ տիեզերքի թագավոր, մեզ նման հող ու մոխիր, ոչ իման չներկայացնող մարդկանց, ոչ միայն փրկեցիր, ոչ միայն հնարավորություն տվեցիր, որ մենք քո թագավորության մեջ մտնենք, այլ ինքդ տվեցիր մեզ թագավորական քահանայություն, որ մենք այս կյանքի մեջ էլ կարողանանք քեզ ներկայացնենք որպես տիեզերքի թագավոր եւ հավիտենականության մեջ է քեզ հետ միասին թագավորենք։
Շնորհակալ ենք Տեր ամեն ինչի համար։ Բայց մենք ցավում ենք Տեր այսօր, որ շատ մարդիկ կան, որոնք որ այսօր քո թակավորությունը դեռ չեն ընդունել։ Որոնք որ կարող է պատահի բերանացի ասում են, որ դու թակավոր ես, բայց իրականում իրանք ենթակա են այն թակավորին, որն որ իրականում ճակերտավոր թակավոր է։ Ու ոչ մի թակավոր չի ինքը։ Տեր խնդրում աղաչում ենք նրանց համար։ Քո ողորմությունը Տեր, մենք ժամանակին ինքներս էլ գտնվում ենք այդ թակավորության մեջ, սատանայական թակավորության մեջ, դու մեզի պոկեցիր այնտեղից հանեցիր։ Մենք ինքներս մեր կամքով ոչինչ չենք կարող անենք։ Մենք մտածում ենք, որ սա է իսկական կյանքը։ Բայց դու մեզ հանեցիր այնտեղից եւ մեզ այսօր ուրախություն ես տվել։ Խնդրում ենք նրանց համար, ովքեր որ այսօր դեր քո թակավորության մեջ են, նրանց էլ ուրախությունը տու։ Նրանց էլ հասկացվու, գիտակցի, սրտերը բաց արա, որպեսզի նրանք կարողանան քեզ հրավիրեն իրենց սրտերի մեջ ու նստեցնեն այն գահի վրա, որն որ մեր սրտերի գահն է։ Ողորմա օգնի Տեր։ Մենք շնորհակալ ենք ամեն ինչի համար ու փառք ենք տալի քեզ, որ դու եւ միայն դու ես որ արժանի ես փառքի, պատվի, երկրապագության։ Սա ամենը խնդրում ենք քեզանից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։